Այա մարգարության, որ ամեն մեկս մեր կյանքի մեջ ունենանք մարգարեական խոսք Աստծո ժողովուրդ։ Ես մի 3 դեպք կպատմեմ հենց կոնկրետ իմ մասին, որովհետև իմ անձնական կյանքը հենց տենց ա սկսել։ Ես վստահ եմ ձերն էլ տենց պետքա լինի, եթե իհարկե դուք մանգակ ու գտնեք կամ չգիտեմ ինչ։ Ուրեմն եկեք մի քանի բան ինձանից ասեմ, հետո կգնամ Աստվածաշնչին, տարբերակները կներկայացնեմ եւ նրանք էլ ովքեր ասենք ուղակի կուզեն գան դե գիտեք ոնց է գալիս են մարգարեների մոտ ուղակի չի մնալով ասենք այդ անձնավորությունը չգիտեմ մարգարենը թե աղոտ կամ տարբերությունը սկի չգիտեն ու ասենք այտենց միշտ չի լինում հետո նեղվում են ասում են սուտ է կամ էլ էսա կամ այնա կուզեմ մի փոքր բացատրեմ բայց հետո շաբաթվա մեջ ասենք այս տարվա մեջ մի ամիս դրա վրա կտրամադրեմ կսովորացնեմ ձեզ որ դուք իմանաք եկեք սկսենք մի քիչ ավելի sense հետարքիր ձևով իմ կյանքից մի երկու բան ասեմ թե իմը ես ոնց եմ հովիվ դարել տենց ասեմ ուրեմն 1940 թվականներին ես 74-ի ծնունդ եմ մենք լավ հետ ենք գնում ստեղ Ամերիկայում մի հատ բիզնեսմեն մարդ կար անունը կոչվում էր Դիմս Շաքարյան տենց իրանք փախել են բանից այդ 1915 թվի փախածներից են որ եկել են Ամերիկա իրանց հետ էլ բերել են մի հատ մարգարություն որ մինչև այսօր այդ մարգարությունը հələ չի բացվել լավ մի քիչ ավելի հետ գնամ իրանց մասին պատմեմ երևի կուզեք իմանաք 1800 թվականներին կոնկրետ չգիտեմ որ օրը մի հատ ռուս տղա իր ընտանիքով գալիս է Հայաստան այդ երեխան 12 տարեկան է լինում ու ինքը իրանց ասելով լավ աղոթների մեջ ալում ասելով իրանց 6 ժամ օրը աղոթ կարե հետարքի երեխա եղե ու Աստված իրան երկու հատ մարգարություն ա տվել մեկը Հայաստանին ա վերաբերվել մյուսը կոնկրետ այսօր չգիտենք այդ թուղթը տվել է այդ նամակը տվել է այդ մարգարությունը տվել է այդ երեխային այդ երեխան գրել է եւ առաջին նամակը բացել է տվել է հայրին կարդացել են գրած է որ պետքա մեծ աղետ լինի կոտորած պետքա լինի փախեք դե ով որ լսել է այդ նամակին դուրս է եկել ով է որ մտածել է սուտ է էտա իմացաք ինչ ա եղել այդ նամակը որ երկրորդ նամակը որ այսօր կա դուք կարաք մտնեք նայեք Google-ով այդ նամակը որ այսօր կա այդ նամակը Լոս Անջելեսում է ու մինչև հիմա ինչ որ վստահելի մարդկանց ձեռքում է որոնք որ չեն բացել մինչև որ այդ օրը գա մի հատ մարգարե կա Կլեմենտ հա կոչվում Քիմ Կլեմենտ ես իր մասին լսել եմ որ Աստված իրան պրոֆետիկ բանա տվել մեսեջ ա տվել ասլա specific օր կասես բայց ինքը ջղայնացել է ու ասել է ու Աստված իրան տարել է տուն ժամանակից շուտ մեռել է կուզեմ ուղղակի Աստծո այս մի կողմն էլ հասկնեք Աստված ոչ թե ինքը դատող Աստված է ճիշտ Աստված է մենք Աստծուն սարքել ենք բան ծծովի մառոժնի կամ բամբակ պետք է մի հատ Աստծո կողմն էլ հասկնաք ինքը խիստ է մարդուն մարգարություն ա տվել ու փչացրել է չի կարելի մի հատ մարգարեի ասեց կգնաս այսինչ թագավորին այսինչ թագավորին կհանդիմանես ու իրանց հետ հաշ չուտես անունը չի գրում այդ մարգարեի ինքը ոչ թե մենակ մարգարեն էլ հացել է ուտում որ դուրս է գալի տնից առյուծը գալիս ու իրան սպանում է իր էշին ձեռ չի տալիս բայց հենց իրան սպանում է ասում է որ անես կմեռնես Աստված նույնն է 3 այսօր չի փոխվել ինքը YouTube-ի վրա չի Facebook-ի վրա չի ձեր նման սաղորը ինտերնետների վրա չի ինքը տես բաներ չունի ինքը նույնն է ասեք ամեն այդ մարդը եկել է Ամերիկա ու Աստված իրան օրհնել է ես ոնց հասկացա Ֆրեզնո ա գնացել այնտեղ մեծ իր բիզնեսներն ա ունեցել բայց այդ մարդու ինչն է հետարքիր որ ինքը վերցրել միշտ բողոքել է Աստծուն որ խի չես մարդկանց օրհնում ինչի միշտ sense ոչ մի բան չես անում երբ պետք է սկսես
ու միշտ բողոքել է Աստծուն ու մի օր աղոթքի ժամանակ Աստված գալիս է ասում բա դու երբ պետք է սկսես So նույնն է պատկերացեք դուք բողոքում եք այս երբ պետք է So Աստված իրան ասե բա դու երբ պետք է սկսես Այս մարդը դա վերցրել է ու սկսել է ծախսեր անել մեծ տեղերա վարձը կանչել է բոլոր մեծամեծ քարոզիչների ասել է եկեք քարոզեք ոչ մի բան ինձ պետք եւ այդտեղով ինքը դառնա շատ հանրաճանաչ մեկը եւ ինքը համարում էր որպես մարգարել ինքը շատ մարգարություններ արել ես իրա ուրեմն թորին եմ ճանաչում մեր տուն եկել է մի քանի անգամ ստեղ մարդիկ կան նստած իրա հետ է շփվել են այդ անձնավորության հետ So ինքը որ սկսում է շփվել մեծամեծ քարոզիչները դե դուք պետք է մի բան հասկանաք քարոզիչներ կան պոլիտիկայից հեշտ կապ չունեն բիզնեսից կապ չունեն տուն առնելուց կապ չունեն մարդիկ են Աստված սկսել է իրանց հետ հա անուն պատիվ ունեն բայց տեղեր կա որ օրինակ ես որ պետք է տուն առնես չգիտեի ինչ անեի ես գաղափար չունեի Հենրին եմ ասել որ օգնի So ինքը որ մեկի հետ է շփվում որ կոչվում էր A.A. Allen Ալենը երկրորդ անգամ է ամուսնացել ու այդ ամուսնության մեջ ինքը մի հատ երիտասարդ աղջկա հետ ամուսնացել ինքը 50 է եղել մոտարապես ավելի երիտասարդ սպասի ասեմ երևի 42 որ երկրորդ անգամ ամուսնացել So այս կնոջ անունը Dr. K-ա կոչվում մենք իրան այտենց ենք դիմում իր երկրորդ կինն է այս Ալենը մահանում է ուրեմն բանից լյարդից, որովհետև այն ժամանակվա քրիստոնյաները բան էին, մի քիչ ավելի ռադիկալ էին, ասենք օրինակի համար դեղը չեն վերցնի, դեղ medication չեն վերցնի, իրանք համարում են դա մեղք է։ So ինքը ժամանակի խմող է եղել, որ ապաշխարել է, դե մեջը ալկոհոլ կա, չէ, ալկոհոլը մեկ-մեկ բան անում, օգնում է, եսի մեր հայրն ասում է խմի, որ դիսինֆեկցիա եղնի, հա, what that means, but So ասենք մեկի փորձ համաս որ կանյակ խմի ես ինչ ասես այն մի հատ հայկական բան կա որ ասում է հայկական treatment-ը մի հատ երեխու փրշտալու վրա եւ ամերիկացիների այս ամերիկացու երեխեն փրշտում է ֆռում է հերն ասում է ջանի ասում է մի քիչ զգուշ եղի բրանտ փակ բայ հետո նայում ենք հայկականը ասես մի 10 հոգի նստած ֆուտբոլ են նայում այս երեխեն փրշտում է մեկը կարակատալի մեկը ձեթա լցնում վրան էլ ինչ ասես չեն փագում բան հայերի արածնու սրանք այս մենակ ասում ես ջանի բերանդ փակվեց սրանք կաթով մեղրով մուրաբայով տենտաս տակ բաներ են դնում վրան խեղճ երեխեն ծածկում է մենակ քիթն է մնում հայերը մի քիչ տարօրինակ են anyway so ուրեմն այս Ալենը որ մահանում է ինքը այս կինը գալիս է Ալենի մոտ ասում է որ այդ գալիս է դիմս շքերանի մոտ ասում է Ալենը մեծ property-ներ ունի ասենք եկեղեցի առը շենքեր առը տարբեր տեղեր ծառայության հետ կապված այդ իր սյուները ուզում են ձեռից վերցնել եթե կարաս օգնի մի բաժինել ինձ մնա որտեվ վերջո իմ ամուսնն է ծառայել պետք է այն so ինքը օգնում է օրենքով իրան ինչ որ բաժին ներկայացնում է տալիս է ու այս կինը իրան ասում է ինչով կարամ քեզ օգտակար լինեմ ասում է ոչ բան ասում է մի օր կգա որ մի հատ հայ երիտասարդ կգա ձեր մոտ ու ասում է դու իրան ինչ պետքա կանես տենց մարգարեանում է ու տենց անցնում է տարիներ դեսի 1950 1900 տենց այդ տարիներ ես չեմ ծնվել So հիմա ես եկել եմ Ամերիկա, մեր Ամերիկա գալն էլ ուրեմն հիշում եմ, որ պետք է Ամերիկա գանք չէր լինում։ Հիսուս եկավ մեր տուն, մեր տան մեջ կանգնեց ու մեզ թույլ տվեց, որ մենք գանք Ամերիկա։ Սատանան այն վաղտվանից չէր ուզում ես Ամերիկա գայի, որովհետև ես Ամերիկայի վրա միշտ տեսիլքներ եմ տենում։ Ես փողոցներ կա, որ արդեն այնտեղ տեսել եմ Հայաստան, ինձ ցույց էր տալի, I don't know why։ So մի օր որ եկանք Ամերիկա, դա սկսեցի անկախ ինձանից ծառայություններ անել, գնում են դե։ Մտա եկեղեցիներ իրանց խնդրեցի, ասի կարաք ինձ իրավունք տաք, որ Գլենդելում կարողանամ ծառայություն անել, որովհետև չէին թողում, փողոց չես կարա, փողոցը քարոզես, մինչև այսօրը չես կարա, կոչվում է silent preaching։ Կարաս մի հատ բան վեկալես, sense դնես, city-ից պետք է permit անես, sense փոքր բան ես վերցնում ու կողը կանգնում ես։ Եվ այ վկաները ոնց են ամերիկանա։ Եթե մարդը մոտիկացավ, եթե չմոտիկացավ, դու իրավունք չունես իրան վկայես, կբրդեն կնստացնեն։
Դե ասենք մարդիկ կան անում են սովորական մարդիկ, բայց որ եթե դու հով ես, ասենք եթե դու ծառայության մեջ ես, իրավունք չունես, կբռնեն։ Սրանք ինձ լայսենս չէին տալիս։ Անցավ երկար ժամանակ, ես որ գնում եմ Եսբենի հինի մոտ, այնտեղ մի հատ կին կար, ինձ շատ էր սիրում, միշտ իմ համար աղոթք էր անում։ Ինձ ասեց Աստված քո համար մեծ գործ ունի, բայց չասեց, ասեց դու կիմանաս հետո։ Ասիկա լսի, լավ մեծ ծանոթություն ես, կարաս մի հատ մեկի հետ խոսես, ինձ մի հատ լայսենս տա։ Որտեղ գնում եմ, ասում են չեն կարա տակ, պետք է գաս, պետք է հաստատվես, պետք է անես, պետք է անես։ Ուսես նայում ասեմ, ամարդ հաստատվելուն է, որն է, լայսենսը դու գնամ ծառայեմ, էլի։ Այս Dr. K գիտեր թե ես մուսուլման եմ։ Իրանց այն ժամանակ, որ նոր են մտել մուսուլմանական աշխարհ, արաբ խոսացող մարդիկ են մանգալի, որ ուղարկեին կամ թարգմանեն կամ քարոզեն այդ մուսուլմանների համար։ Սրանց թվացել է թե ես մուսուլման եմ։ Ինձ ասացին գնա էսի շմարտու մոտ։ Գնացի, էտա չճանաչեց, չհիշեց, մեծ կին էր։ Ասեց ինչ ես ուզում, ասեցի լայսենս բան, բայց չեմ կարա տամ։ Նույն բանն էլ համարյա ինքը ասեց, պետք է գաս, նստես, էս կոմենկոմ։ Ինչ որից է, այտենց ասեց արի աղոտ կանենք։ Մտքիս մեջ ասի Հիսուս ջան, ծանոթացրա ինձ իր հետ, այլ մարդ չկա որ գնամ։ Սաղ տեղերը փորձել եմ ու Աստծո ներկայություն եկավ, այդ կինը չէ, ինձ հարցրեց, ասեց դու ինչ ազգ ես։ Ասեցի ես հայ եմ։ Ասեց ինչ ես, ասեցի հայ։ Ասեց մոմենտ նայեց ինձ, սառավ դեմքը։ Դե ես ինչ գիտեմ, մեջ ինչ է կատարվում։ Ես իմ համար գնացել եմ։ Ու որ սկսեցինք աղոտ կանել, Աստծո ներկայություն եկավ։ Մեծ լուրջ ներկայություն եկավ։ Համարը 1.5 թե 2 ժամ մենք աղոթքի մեջ ենք եղել։ Որ վերջացրեց, ասեց ես կտամ այդ լայսենսը քեզ։ Ու պարզվեց, որ այդ պատմությունը, որ եղել է իր հետ, այդ հայը, առաջի հայը, որ մտել է իր մոտ, դա ես եմ եղել։ Հլանեք Աստծո մարգարեական խոսքը։ Մարդը չի ծնվել, մարդը գոյություն չունի, բայց Աստված ամեն մեկիդ անձնապես ճանաչում է։ Գիտի ինչ եք անելու, ուր եք գնալու, ինչ ձևով եք, դաժե գիտի դժոխք ես գնալու թե չէ։ Անկամ ու հիմի sense պատկի մարդիկ ասում են, եթե Աստված գիտի, որ դժոխք ես գնալու, խի աստեղծե, այդ նույն հարցը քեզ դուր։ Հիմա դու ուրախ չես որ կաս։ Ուղղակի տխուր ենք, որ դժոխք ես գնալու։ Դա քեզանից է կախված, դու ուր ես ուզում գնաս, ասեք ամեն։ Դրախտ ու դժոխք գնալը մեզանից է կախված, Աստծուց կախված չի։ Ով այնց հասկանում, ասի ամեն։ Այդ մարդ հիմա դու ես։ Հիմա Ստեփան դու ուրախ ես որ կաս։ Դու քեզանից գոհես։ Ասում հա։ Հիմա որ դժոխք գնացիր, դու ես մեղավոր։ Ամեն մեկս մեր ընտրությունների վրա որոշում ենք ասում, կամ լրջանում ենք Աստծո մեջ, Աստծուն հետևում ենք, կամ էլ մենք մեզ ուղարկում ենք ուր գրո դժոխք, մի գնա աղբես ջան, քեզ ով մենք քեզ չենք ուղարկում, ամեն։ Երկրորդ մարգարեությունը որ եղավ, որ Աստված երբ որ ընտրում է մարդուն, ինքը անընդհատ մարգարեական խոսքով ճանապարհ է տալիս։ Ինչ եղավ։ Եկեղեցի շենքեր մեզ պետք, կարճ կապեն, որտեվ այդքան ժամ չկա։ Մենք զանգեցինք Գլենդային, շատ այդ գիտեք իրան, ես իրան ասեցի, լսի, սենց վիճակ կա, կարող եմ մի հատ ասես Աստծո կամքը ինչ է։ Աղոտ կարեցինք, ասեց, տենում եմ մի հատ շենք, անկյունի վրա, մեծ պարքինգով, համարն էլ 7։ Աղի ժամանակ ման են գալիս, էլ մտանք, էլ նայինք, չկա տեն շենք չկա եկեղեցի, որտեվ իմ մտքիս մեջ եկեղեցներ, ես տենց է թարգմանում։ Ոնց նայում ենք անկյունը տենց մեծ պարքինգով չկա։ Վերջը մի հատ քույրիկ կար, որ ես հատուկ իրան չէի սիրում, ճիշտ տարօրինակ էր։ Եկավ ինձ ասեց, ինձ Աստված ասել է, որ այդ շենքի մնացած համարը 735 է։ Նա գիտես ինչ է, եթե ասենք Ռիտան ասեր կամ ինչ որ մեկը որ հոգևոր level ունի, ասենք կվստահեի, բայց այս աղջիկը ոչ հոգևոր է, ոչ է level ունի։ Բայց տեսա որ իրականից ճիշտ է ասում։ Նստենք քշում ենք, անկապ քշում ենք, ու սենց եղավ եկանք ստե։ Կանգնեցի, ասեցի մի հատ մտեք այս շենքի ուղղակի համարը նայեք։ Եկան սես նայում են, ասում են այս շենքի համարը 735 է։ Ասի, օքեյ, դե նստեք հետ տանք ավտոն, տենանք պարքինգ ունի թե չէ։ Նայենք պարքինգ էլ ունի։ Սոտենց եկանք 4000 փող են ուզում, ասեցի չէ, ես մտքիս մեջ հարցրի, ասի տեր ջան, շենքը ճարենք, հալելույա։ Հիմա փողը պետքա որոշենք, ինչքան ենք տալիս։ Ինձ ասեց 1200-ից ավել չենք խոսում, այդքան ենք համաձայնվելու։ Այդ ընկերս մի հատ ընկեր ունե, ինքը տուն-մուն ծախող, տենց այդ գործերի մեջ խառը, տենց
Եկանք ստենդը ստացեինք, այդ աղջիկ եկավ Աննա Դայանա է, մինչև հիմա հիշում եմ իր անունը։ Ասեցի դուք հավատացյալ եք, ասեց այո։ Ասի շատ լավ է։ Ասի ինչքան եք ուզում, այս մեր պայմաններով, ասեց 4000, ասի no։ Աստված ինձ ուրիշ գին է ասե։ Այս ընկերս ասում, արա տես բաներ մի արա ամոթ է։ Ասի բայց ինչի ամոթ, այդ փողը դու ես տալու։ Դե բա չի, ասի դե սուս մնա։ Ասես եթե այս քո արածը ճիշտ է ու Աստված քո հետ խոսում է, ես իմ սիրտը կտամ Աստծուն։ Ասի եղավ, կտաս թե չես տա, քո մար դու գիտես, կամ կգաս հետս դրախտ կամ եկեցաս ընդ կվառվես։ Վերջը ասեցի նո 1000 ասեցի չէ, թող ասի դու գնա աղոտ կարա, ես էլ աղոտ կանեմ, որ Աստված քեզ ասի ինչքան պետք է տանք։ Չորեքշաբթի օր եկանք այդ տղեն, այդ կինը ինձ ասեց, ես գիտեմ ինչքան է, 1200, precise։ Այդ ընկերս ընկավ աթոռի վրից, լուրջ ընկավ գետնից Ստեփան։ Դամփ։ Վերջը տենց ուրախացանք այս կոմենկոմ ու Bishop Bilhamon-ը, որ առաջի մարդն է, որ activate արեց իմ ծառայությունը, այդ ինքն է, որ իրանց այսօր մենք հրավիրում ենք, որ գան մեր եկեղեցին, որպեսզի ձեր կյանքի մեջ activation եղնի։ Ու ինքը ասաց, որ concentrate on souls, ես ցույց եմ տվել ձեզ, and I will provide the building։ Այս building-ը տվելա, ստեղ մենք մեծ շատ մարդկանց ենք օգնել։ Մենք հարավոր ու հազարավոր մարդկանց փրկել ենք, օգնել ենք ամեն ձևով ճամփորդել տարիների ընթացքում։ Մենք ունեցել ենք այդ մանավանդ այդ COVID-ի ժամանակ, point-ը ինչ է։ Անկամս deliverance-ը էլի ես տեսել եմ, ին վրա մարգարացել են, ասել են, որ դու պետք է սատանայի այդ dark տեղերը գնաս ու մարդկանց մեջից հանես։ Դա ես մի ժամանակ չէի հասկանում, ինչ ասում, dark այդ որտե պետք է գնամ։ That's called deliverance։ So հիմա մարգարությունը Աստծո ժողովուրդ correct բան է։ Ուղղակի խոսքը նրա մեջ է, որ դուք շատերդ ուզում եք, որ ձեր կյանքը մարգարություն եղնի։ Այդ բան չկա։ Ես միշտ ձեզ ասել եմ, եթե ուզում եք դուք օրհնվեք, ուզում եք Աստված ձեզ օրհնի, պետք է Աստծո խոսքի մեջ align եղնեք, ոչ թե դուս։ Ես ուզում եմ մի հատ համար կարդամ ձեր համար, ու սա գրած է Փիլիպեցիների մեջ, ասում է ոչ թե որ մենակ Աստված ուզեց, որ դուք հավատաք, այլ ասում է ուզեց, որպեսզի դուք չարչարվեք էլ։ So ստեղ majority մենակ հավատում եք ու դա ձեզ բավարարում է։ Չարչարանք չեք կրում։ Ծառայություն չեք վեկալի։ Դուք չեք ուզում ոչ դուք ուզում եք, օքեյ, ամուսնանամ, ընտանիք ունենամ, գործ ունենամ, բայց մարգարությունը դա չի ստեղծվել, որ կոնկրետ քո կարիքներդ բավարարի։ Դու գնա քո կարիքները դու ինքդ էլ բավարարի, որովհետև դա քո ընտրությունն է, դու պետք է դիլ անես հետը։ Բայց մենք ուզում ենք, որ մեր վրա, մեկը, ասենք, պրինցիպի բար գործերը լավ չի, մեկը երեխա չունի, մեկը չի ամուսնանում, գալիս ես բերանները բաց կայուն է սպասում են, որ մարգարեն ասի, երբ պետք է ամուսնանք, բայց ինչի պետք է Աստված քեզ ամուսնացնի։ Գնա մեկին ընտրի ամուսնացի։ Ինչի պետք է Աստված քեզ ամուսնացնի, մեկ կարան ինչն է փոյն, եթե պետք է ամուսնացնի, դու էլ այդ բառադի կյանքը պետք է ապրես, կամ այդ անկապ կյանքը պետք է ապրես։ What's the point։ Ինչի պետք է քեզ Աստված ամուսնացնի։ Որ ինչ անես, գնաս կյանքը ապրես, no։ Իմ ու կնոջս ամուսնությունը մարգարության վրա է եղել։ Ինչի համար, որովհետև իր սիրտը օքեյ է, որ ես գնամ ծառայեմ, ինքից չի խանգարում ինչև այսօր։ Ու չի խանգարում։ Ինքը հասկացել է, որ ես ինձ Աստված կանչել է ու ինքը պետք է supportive եղնի, ոչ թե ինձ, այլ Աստծուն։ Բայց եթե դու ուզում ես ամուսնանաս, դու ուզում ես քո կարիքները հոգաս։ Դու տեղ Աստծուն օգուտ չես տալիս։ Դու Աստծուն եկեղեցուն օգուտ չես տալիս, դու ոչ մի բան չես անում։ Ինքը Աստված քեզ չի անում։ Հա դու կարաս հավատացյալ հետ ամուսնանաս, գնա ամուսնացի, բայց հավատացյալներ կան ավելի փտած են, քան թե անապաշխար մարդիկ։ Ու ես ձեզ ասեմ, անապաշխարներն ավելի ազիզ են, քան թե հավատացյալները։ Լավը չեն հավատացյալները։ They're disgusting in some point. Depressed, բամբասող, խոսացող, նեղացնող, չար, կռվարար, իսկ դրսի մարդիկ, որ ասում եմ հովես ձեռս բռնում պաչում են համար։ Իսկ սրանք հարցակում են վրես։ Հələ քոզ նայ ու նրանց նայի։ Մատ քեզ նայ ու նրանց նայի։ Ես լուրջ մարդկանց հետ, ես բժիշկների մոտ եմ նստել հարգանքով, տենում են, որ ընդամենը հովիվ եմ, տակս փող չկա։ Բայց գիտես ինչ հարգանքը, իսկ հավատացյալները չէ, թքած ունենան։
See point-ը դա ինչի է պետք է քեզ Աստված ամուսնացի։ Ինչ ես ուզում դրա կամ փող տուր ինձ, ինչի համար տա քեզ։ Գնա աշխատի։ Դրա համար Աստված քեզ տվել է խելք ու տվել է ձեռներ։ Գնա ստեղծի քո համար։ Մեկը քեզ Աստված փող տա, չտա դու էլի Աստծուն ոչ ես տալու։ Եվ ուրիշ բաներ էլ ինձ առողջություն տուր։ Ինչի համար քեզ առողջություն տա, որ ինչ անես։ Ինչի տա պետք։ Ինչ պետք է անես, եթե Աստված քեզ։ Մեկը այսքան վաղ որ տվել է, ինչ արեցիր, որ հիմա էլ տա ինչ ես անելու։ What's going to change? Can you guys move those chairs like what is that? Move those chairs. Salvijan, Banjan, եկեք այս կողմ նստեք. You guys are right in a hallway. That's not right. Այդտեղից դուրս եկեք, Քրիստինա, դուրս եկեք այդտեղից. That's not right. Հիմա fire department գամ ես կփագի. You guys cannot close the hallway. This is city. I don't know who put that there. So, ինչի համար ենք ուզում ամուսնանանք, ինչի համար ենք ուզում փող ունենանք։ Մարգարեմ ենք, մարդ եկել է երեխա չունի, ասում է, ասեց կունենամ, չունեցավ։ Լավ որ երեխա ունենա, երեխուդ կտաս Աստծուն։ Կսովորացնես իրան, որ եկեղեցի գա։ Կսովորացնես, որ Աստծու մեջ մնա։ Կտաս այդ հնարավորությունը իրան։ Կբրթես, կբերես, կնստացնես, կօգնես, կանես։ Չէ, բայց դա ինչ ան, այդ երեխան մեղջի, պետք է դժոխք գնա անիմաստեղը։ Դու ինչ որ ուզում ես Աստծուն, ասում տվեք ձեր այդ ուժը Աստծուն, բայց կտաս Աստծուն, կանես։ Ես իմ ամբողջ ուժս դրել եմ իմ երեխեքիս վրա, որ դու գաք եկեղեցի ու տենակ իմ երեխեքս նորմալ են, որ վրես չխոսակ։ Բայց գիտես ինչքան ժամանակ ատև է որ դա ես անեմ։ Իսկ քո ծնողքը պետք է չի։ Point-ը սենա որ մարգարությունը քեզ օգուտ կտա այն ժամանակ, երբ որ դու align եղնես Աստծու հետ։ Եթե չէ, քեզ ոչ բանը չի տա, դա ինչ անի։ Դրա համար conditional է մարգարությունը։ Աստված ուզում է, որ դու մարգարություն ունենաս, բայց այդ դու պետք է կպցնես իր հետ։ Պետք է կպցնես իր հետ։ So ես Աստծուն ասել եմ ինձ առողջ պահի, որպեսզի կարողանամ կանգնեմ քարոզեմ։ That's all I want. Ես Աստծուն ասում եմ իմ հիշողությունը իմ մեջ պահի, որ կարողանամ քարոզեմ։ Ես մենակ դրա համար եմ ուզում, ոչ մանր չեմ ուզում։ Ինձ պիտ պահի, որ կարողանամ ամեն կիրակի, 3 շաբթի դպրոցներ ենք բացել, էս ենք արել։ Այսօր 40-ից հետո տղեկը արդեն չկան։ Սա որ TV վրա նստած էս հորանջում են ու փռշտում են, եւ պետք է քնեն։ Բայց ես մտնում եմ այդ սառը ջրի մեջ աշկերս դուրս ագնց ու փապկորն էլի, որ առողջում եմ կամ կիրակից տե կայնը մեջ կչծավա։ Եկեք հետս դե լողացեք այդ սառը ջրի մեջ։ Արեք, խոյ գիտեք սիրում եմ ես, չէ հա, բայց ինչ անեմ, ուժ ձև չկա։ Մի բան պետք է գտնենք, թե չէ։ Եկեք հետս այդ սառը ջրի մեջ մտեք։ Հենրին ջրի վրա է քայլում, պետք է ջրի մեջ մտնի։ Talking about cold water, brother. And մի հատ Horton from who է ինչա քաշմա որ թեթևը զգա ինչքան օդ կա Հենրին քաշմա մեջ է Come and see the cold water. Oh brother, it's too cold. And մի հատ քույրիկ աստեղ կանֆետ անունը թե ինչ անունը չեմ հասկանում ասում եմ կանֆետ քույրիկ հայերենով ասում եմ այստեղ սցամ, ընդեղ սցամ, ընդեղ սցամ, ստեղ սցամ, ստեղ սցամ, ասեմ արի մտի սառջի մեջ, չտես բան գոյություն չունի։ Դե ուրեմն ընդ ցավերիդ մեջ ինչ ասեմ։ Մտես բան չկա։ Վախենում է։ Դա Ռիտան ասա սառջ։ Ռիտան ասեն ոդ հերվից շնչում է սառջուր չի մոտի գանում։ Կանցնեք սառջից փախնում։ Տես կա։ Դե բոլոր աղջիկ պետք է լեխո տղեկ չեն անի։ Դե Հենրին exception-ը։ Սառջուր մտնում է Ստեփան։ Good. Հիմա ուզում եմ ուղղակի հասկանաք Աստծո ժողովուրդ, երբ որ մարգարություն ա լինում, այդ մարգարությունը դուք պետքա պահեք, խնամեք ու սպասեք։ Ոչ թե գաս ասես բախի չէ լավ։ Այդ ձև չի աշխատում։ Աբրահամը միակ մարդն է, որ 40 տարի սպասեց։ Մարդը սպասեց։
Մեկ ինձ հարցում են, երբ կեղնի այդ մարգարությունը։ Ես կոնկրետ չգիտեմ, դու պետք է Աստծուն հարցնես։ Ինքն է, չէ՞ քեզ ասել։ Ես խո մասնագետ չեմ, ինձ չեկավ Աստված ասի, «Օ, գիտես, ուզում եմ Ստեփանին օգնեմ, արի մի բան մտածենք»։ Ոնց ենք Ստեփանին օգնում։ Ինձ Աստված ընդհանրապես չի հարցրել։ Ոչ էլ կհարցնի։ Եթե ես այդքան մոտիկ եղնեմ Աստծու հետ, էլ խեմ ստեղ։ Իրա մոտ կլեմ։ Հիմա կուզեմ մի փոքր ձեզ մարգարությունից բաներ սովորացնեմ։ Ինձ թվում է շատ կարևոր է, որպեսզի դուք հասկանաք Աստծո ժողովուրդ։ Նախ բառ մարգարություն նշանակում է գաղտնիքներ հանել դուրս, ումից Աստծուց։ Okay? Հիմա ստեղից սկսեմ, տարբեր տեղեր են գնալու։ Ուղղակի մասնագիտական ձևով ուզում եմ ձեզ ուղղակի ներկայացնեմ։ Քարոզ չի սովորացնելա։ Սկսենք ստեղից։ Խոսանք մարդկանցից։ Քանի տեսակ մարգարեներ կան մարդկանց մեջ։ Առաջինը մենք ունենք օֆիս մարգարե։ Երեմիայի մեջ Երեմիան օֆիս մարգարե էր։ Ունենք կանչված մարգարե։ Այսինքն կարաս դու էլ եղնես, քո համար ծառայում ես, քո համար Աստծո մեջ ես, Աստված քեզ կարա կանչի այդ մարգարության մեջ։ Եվ կան ուղակի մարգարեներ, որ դու կարաս եղնես։ Ժողովուրդը կարա ուղակի եղնի մարգարե։ Ամոսի գրքի մեջ Ամոսն ասում է, ես, ասում է ոչ մարգարե եմ, ոչ է պրակտիս եմ արել, բայց Աստված ինձ դրա մեջ կանչել է։ Ոնց է մարգարությունը աշխատում։ Սա երկրորդ մաս, դա առաջին մասն է, ուզում եմ իմանաք տարբեր ձևի մարգարեներ կան։ Օֆիս մարգարեն, Աստծո ժողովուրդ, ուրիշ ձևի է մարգարե անում։ Մի հատ Ստեփան ջան, արիվ ցույց տամ, որ տեսնեք, okay։ Հիմա մեկ ինձ հարց տվեց, ոնց է մարգարություն աշխատում, ես հիմա ձեզ ցույց կտամ։ Ստեփանը սովորական քրիստոնյա է։ Հիմա ես օֆիս մարգարե եմ։ Օֆիս մարգարեի մարգարությունը նույնը չի, որ կանչված մարգարեի կամ սովորական մարգարեի։ Սովորական մարգարեի մարգարությունը սենց է լինում։ Ես լսում եմ Աստծո ձայնը ու ասում եմ օրինակ իմար դու ամուսնության նեղության մեջ ես, Աստված էդի պետքա նորոգի ու ճանապարհով քեզ այսօր ես քեզ ինչ արեցի, տվեցի comfort, exhortation, edification։ Այս երեք բանը ես ձեզ տվեցի, համ comfort արեցի, edify արեցի ու այս երեքը, սա կանչված մարգարեի իրավիճակն է։ Իսկ եկեղեցու մեջ, որ հիմա կբացատրեմ, որ դա էլ հասկանաք, եկեղեցու մեջ կարող է ես պահի տակ, քանի որ մարգարության օծություն է գնում եկեղեցու մեջ, ես մարգարե չեմ, կողդ նստած մարդ եմ, կարող է պահի տակ լսեմ Աստծո ձայնը ու դեմ քեզ ասեմ, գիտես, հոգուս մեջ զգում եմ, Աստված հետ ես խոսում, անկախ ինձանից, որ քո մոտ ամուսնության պրոբլեմ կա, բլա բլա բլա։ Հիմա Office մարգարեն չի comfort անում քեզ, ոչ էլ exhort անում քեզ։ Office մարգարեն ասում է, դու սխալ ես։ Հենց հիմա ապաշխարի, եթե չէ, կկործանի Աստված քեզ։ Office մարգարեն մատնա տնգում վրետ ու հանդիմանում է քեզ։ Office մարգարեի հետ մի քիչ դժվար է շփվել։ Սամվելը երբ որ գնում էր Ջեսի քաղաքը, որ Դավիթին օծեր, ասում է ժողովուրդը, որ Սամվելի տեսան վախեցան, որովհետև կարող է ֆրար ասեր, այսօր վերջի տորն է, հավաքվի մեռնում ես։ Ու կգնա ինքը, ու դու կմեռնես։ Մենք office prophet չունենք ստե, այս եկողները office չեն։ Իրանք կամ կանչված են, կամ է սովորական քրիստոնյան գիտեն ձևը ոնց մարգարյանալ։ Հիմա մի հատ ուրիշ բան եմ ուզում ձեզ ցույց տամ, որ դուք հասկանաք մարգարությունը որն է։ Մարգարությունը, բժշկությունը պետք է լինի նույն կոնցեպտի վրա։ Ես Աստված, ես մարգարե եմ։ Իմ գլխից վերև Աստված է։ Աստված ինձ վերցնում է որպես անոթ, այս մայկրոֆոնը ես եմ։ Ես Աստված եմ, էսի Արմենն է։ Պատկերացրեք, ես խոսում եմ իր այդ ինքը նույն ձևով հետ է հանում տալիս է քեզ։ Դու հիմա կարաս ինձ ասես, բախի չի իմ հետ է խոսում, չի խոսա քո հետ, որովհետև դու չունես այդ capacity-ն հասկանալու։
Դրա համար ինքը մարդկանց է օգտագործում։ Ես այն օրը բացատրում եմ, որ մարդիկ աղոթքի մեջ ամենաշատը ում են հանդիմանում, Աստծուն, որովհետև կապրիզդի վիճակ կա մեր կյանքի մեջ։ Մենք այն ինչ որ սարքել ենք, ուզում ենք մինչև վերջ վերջացնենք։ Այն կազինոն խաղացողներ կան, չէ՞, որ ասում են մինչև վերջից կոպեկը պետք է հետ բերեմ։ 1000 դնում են, կրվում են նորից են 1000 դնում, 2, 3, 3, 8 մտքիդ մեջ, հա իրանք կենտրոնում որ փողները հետ բերեն։ Բրադեր, արդեն միլիոններ ես կորցրել։ Ասում եմ, ես քեզ հարգում եմ։ Գիտեք այդ անեկդոտը, երկու ընկերով մտնում են կազինո, այն մեկը լրիվ տկլորա դուրս գալ, մեկը իր տրուսիկով ասում, ապես քեզ հարգում եմ, դու գիտես երբ կանգնես։ Սաղ կրվել է։ Այնի լրիվ է կրվել, point-ը սենա, որ Աստված գիտի, որ դու չես լսելու։ Չի էլ ուզում խոսա, խոսա ինչ անի, չի խոսա։ You know the guy who says, I know when you stopped, I honor you. If they went to play casino, remember that joke? Yeah. Չէ, դու ակաշ չունես լսելու։ Ծնողները գիտեն իրանց երեխեքը լսելու են իրանց թե չէ։ Դուք որպես իմ եկեղեցու անդամներ ես գիտեմ, դուք ականջ ունեք լսելու թե չէ։ Ես ձեզ դաժե գիտեմ։ Ով որ եկել է իմ մոտ 15 րոպե ավել խոսացել է, մեկ անգամ վրետ աշխատել եմ, արդեն գիտեմ, դու ինչ կարողության մարդ ես։ Simple, very, դու էլ կարաս իմանաս։ So, ուզում ուղղակի լսեք, same concept, երբ որ Աստված խոսում է քո հետ, նորմալ կայնում լսում ես։ Աշկը չես կարա փակես ու չես կարա լացես։ Բայց այս վերջի քանի անգամը որ տեսա մարգարը, սաղի աշկերը փակել, չեն լսում ապե։ Աշկերդ որ փակել, հիմա ես դու խոսում ենք։ Ես դու խոսում ենք, աշկերդ փակի։ Ու սկսի լացեղնելը։ Հիմա ասում եմ քո հետ խոսեմ, չեմ կա, դու խես ինչ եմ ասում որ լացեցիր։ Why are you crying? Ես որպես մարդ չեմ կարա քո ցավը քաշեմ ու չեմ էլ անի։ Գիտես խի, որովհետև չեմ կարա։ Դու մետ ինչ ես իմ մոտ կոտրվել։ Դերասան ես։ Բայց նայես ինձ, տենաս ինչ եմ ասում։ Չեն նայում, ոչ նայում են, ոչ լսում են, որ հանկարծել Մարգարեն ասում է, ես տեսնում եմ դու բարձանալու ես, մի անգամից հպար, այլ բայց ինչի մեջ ես բարձանալու։ Կարող է կանչում է ծառայության։ Դրա բարձրանալը ո՞րն է։ Ինչ քրիստոնյա կա գալու է վրետ։ Դրա վրա մի բան եմ ուզում ձեզ սորացնեմ, բայց այս րոպե ինչ է։ So, ես կարամ որպես մարգարե ուղղակի ձեռս դնեմ վրեմ ու ասեմ եղբայրս ես օրհնում եմ քեզ, որ դու ամուսնանաս։ Դու վերցնում ես որպես հետի մարգարություն։ That's not what I said. Ես ուզում եմ, որ դու ամուսնանաս։ Ով ուզեց, ես թե Աստված։ Ես։ Դա կարա եղնի ոչ մի բան ու կարա եղնի, եթե ամուսնացար, good for me, ուրիշներ վրա կփորձեմ։ Բայց եթե չամուսնացար։ Դրա համար դուք պետք է զանազանություն ունենաք ձեր մեջ, տեսնեք, այս մարդը մարգարեանում է թե չէ, եւ մարգարությունը պետք է եղնի քո կյանքիդ հետ համապատասխան։ Օդի չեն կարա խոսան։ Դու պետք է էդի ունենաս, մեջդ պետք է զգաս էդի։ Նստի շարունակենք։ Եթե դուք ձեր վրա մարգարեական խոսք չկա, իմացեք, որ ձեր կյանքը ահավոր է լինելու, որովհետև դուք ապրում եք ուղղակի խայտառակ վիճակի մեջ։ Բայց եթե մարգարեական խոսք ունենաք, էդի ձեզ կպահի ու դուք դրա վրա կպայքարեք։ Որովհետև երբ որ մարգարեն գասի դու պետք է այս ինչ գործը անես, դու պետք է էդ անես ու դու կարող ես այդ պահին հիվանդանաս։ Կարող է բժիշկներն ասեն մեռնելու ես։ Բայց դու կբրդես այդ խոսքը ու կասես ձև չկա, Աստված ինձ խոսք է տվել, որ ես պետք է այդ գործը անեմ։ Ձև չկա, որ ես դա չանեմ։ That's right. So, մյուսը, Աստծո ժողովուրդ։
Երեք հատ բան եմ ուզում հիմա ներկայացնեմ։ Մարգարություն։ Աստվածաշունչը ինքը մարգարեական խոսք է։ Հայտնության մեջ գրած է սա է հայտնությունը Հիսուս Քրիստոսի։ Ամեն ժամանակ, երբ որ դուք գնաք մարգարություն քարոզեք, այդ Քրիստոսի մարգարեական այդ հոգին կգա ձեր վրա ու դուք սկսեք Հիսուսի համար մարգարե անալը։ Հայտնության 10:10 մեջ է գրած։ Երկրորդ Պետրոս 1:20-ի մեջ ասում է, որ այս Աստվածաշունչը մարդու մտքով չի գրվել, այլ մարգարեների ձեռքով գրել ու մարգարեական է։ It's prophetic. Երկրորդ Տիմոթեոս 3:15-ի մեջ ասում է Աստվածը խոսած է, երբ որ Աստված խոսում է, արդեն ինքը մարգարություն է համարում։ Հիմա Պողոսը շատ հետարքի ձևով է ներկայացնում առաջի Կորինթացիներ 2:13-ի մեջ. Can I have 1 Corinthians 2:13? Can somebody put that there? 1 Corinthians 2:13. Which things also we speak, not in the words which man's wisdom teacheth, but which the Holy Ghost teacheth, comparing spiritual things with spiritual. Correct. So, Պողոս ասում է, որ Աստվածաշունչը, երբ որ ներկայացվում է ձեզ, մարդու իմաստությունով չի ներկայացվում։ Դուք պետք է դա այդ զանազանությունը իմանաք։ Չես կարող Աստծո խոսքն ասես, պատմություն, Աստծո բերանց է դուրս եկել։ Դու պետք է դա հասկանաս ու պետք է compare անես, ինչի Աստված այդ ձև սարքե։ So, Աստծո խոսքը ինքը իրանով մարգարեական խոսք է։ Դու ուղղակի simply կարաս խոստումները հանես ու apply անես քո վրա ու կբժշկվես, կօրտնվես։ Ու դա շատ մարդիկ են արել, շատ մարդիկ են օրտնվել։ So, առաջի մարգարությունը, եթե ուզում ես մարգարության հետ շփվես, Աստվածաշունչը ձեր տանն է, ձեր ձեռքերի մեջ է, կարաք հանգիստ շփվեք ու օրտնվեք։ Երկրորդը կոչվում է blanket prophecy. Եկեք նայենք number 11:25. Մովսեսը որպես մարգարե, let's read it. Come on, read, brother. 11:25. And the Lord came down in a cloud and spake unto him, and took of the spirit that was upon him, and gave it unto the 70 elders. And it came to pass that when the Spirit rested upon them, they prophesied and did not cease. Yeah. So, եթե ես այս րոպեին release անեմ prophetic-ը, մարգարեական հոգին, դուք բոլորդ կսկսեք մարգարե անալը։ Բայց դա ձեզ մարգարե չի անում։ Ասում վերցրեց Մովսեսի վրայից այդ 70-ի մեջ ցրեց, այտենց ասեմ, sense ամեն մեկի վրա ազդեց։ Point-ը սենա, որ it's called blanket prophecy because the activation of prophetic you can prophesy. Այս մարգարեները կոնկրետ տենց են անում։ They're using this method. Այս մեթոդն են օգտագործում, որ դու մարգարեանաս։ Ու դու կարա էդի եղնի 50-ից կարողանաս, կարող չկարողանաս։ So շատ մարդիկ sense մեջները ինչ մտածում են, դա էլ արտահայտում են։ Դա մարգարություն չի։ Դա չես կարա մտքովդ ինչ անցնի անես։ Կամ էլ ասես մի ամի տեղն ասես, ահա եղավ։ Այդ ձևել է ալում։ Մյուսը Աստծո ժողովուրդ, նույն ծածկոցի տակ։ Առաջի Սամվել 10:12-ի մեջ դու կարաս մարգարյանաս եւ դիվահարվես միևնույն ժամանակ։ Can we have 1 Samuel 10 all the way to 12. Let's go from 10:10. Դու կարաս մարգարյանս, ու մարգարությունը հատուկ քո հոգևոր կյանքի հետ կապ չունի։ It's a gift. Go ahead. And when they came thither to the hill, behold, a company of prophets met him, and the Spirit of God came upon him, and he prophesied among them. Continue. I think we're going to go, which one is it? Let's go 1 King 20-20. Sorry about that. 1 King 20-20. And the Lord said, who shall persuade Ahab, that he may go up and fall at Ramoth Gilead? And one said on this manner,
And another said on that manner. Now one more scripture, and then I'll come to this one. Let's go 1 Samuel 19:23. And he went thither to Naioth in Ramah. Yeah. And the Spirit of God was upon him also. And he went on and prophesied until he came to Naioth in Ramah. Continue. And he stripped off his clothes also. And he stripped off his clothes also. As his soul now. Ասма շորերը հանեց. And prophesied before Samuel in like manner. And lay down naked all that day and all that night. Wherefore they say, is Saul also among the prophets? Եթե ուշադիր նայեք Սավուղը որպես թագավորոր մարգարությունով եկե հասել է Սամվելանց մոտ ու տակլորվել ուղակի full naked համ գետնին մարգարյանը համ էլ թպրտում է դիվահարվում է same time որտեվ մարգարությունը քո հոգևոր ստատուսի հետ կապ չունի դու կարաս դիվահարված եղնես ու էլի մարգարյանաս Աստված էշին է օգտագործել մարգարանալու վրա այնքան մի object ձեն ունենա Աստված դրանք օգտագործի so եթե դու մարգարյանում ես դա չի նշանակում դու սուրբ ես կարաս մարգարյանաս ասма քո անով մարգարություններ արեցինք Մատթեոսի մեջ ագրած մարգարությունը դա ստատուս չի դու չես կասես հա ես մարգարում եմ լավ հոգևոր եմ կարող ասկի լավ էլ չես ուղղակի այդ պահին Բաղամը ինքը լուրջ կախարդ մարդ էր աշխարհում հարգված, սիրված եւ բոլորը իրենց վախենում են։ Ում վրա մարգարանում էր այդ թակավորությունը փչանում էր, կախարդ էր։ Աստված իրան օգտագործեց։ Դրա համար ինքը enchantment էր անում, համ մարգարանում էր, համ էլ նույն միևնույն ժամանակ Աստծուց էր խոսում։ So, հիմա Աստծո ժողովուրդ Սա երկրորդ մասն է, որ կուզեմ ուղակի իմանաք, որ շատ կարևոր է, երբ որ գալիս է մարգարենեն։ So դուք մարգարենի ձենը որ լսում եք, առաջ երթին չեք մտածում, գնանք ու մի անգամից ասեմ տնանք ինչ կա, Աստված իմ համար ինչ ունի։ Աստված չի խոսա քո կարիքների մասին, unless եթե դու իր բիզնեսի մեջ ես։ So մարգարությունը ինչ անում։ Մարգարությունը activate է անում։ Այն ծրագիրը որ Աստված քո համար տվել է activate անում So շատեր այդ որ մարգարություն եք ստանում անցյալ տարի ու ոչինչ չեղել ու այս տարի նորից ու մյուս տարի կարող չգաս Դա նայած է որովհետև դու քո համար ես ուզել Ինքը քեզ ոչինչ չունի ասելու եթե դու միտք չունես Աստծու մեջ մի բան անես Ես ուզում եմ մի բան ձեզ սովորացնեմ ստեղ Ծառայության մասին, որ մյուս կիրակի օրը ահագին բաներ ենք խոսելու։ Ուզում բոլորդ ուշադիր լսեք Աստծո ժողովուրդ։ Էսի ձեզ պետք է, դուք պետք է էսի իմանաք։ Ստեղ մարդիկ կան, որ ուզում են Աստծուն ծառայեն։ Մարդիկ կան, որ չեն ուզում Աստծուն ծառայեն։ Մարդիկ կան, ուղղակի ուզում են գանստեն նստեն, ուղղակի այդ մի ժամը անցկացնեն ու գնան տուն։ Որն է ճիշտ, որն է սխալ։ Դա դու պետք է մտածես, դա մտածելու բան չի, that's your own business։ Բայց Աստվածաշնչում գրած է, Աստված ոչ թե մենակ փրկեց քեզ, այլ կանչեցել։ Այդ քո վրա է, ուզում ես թե չէ։ Հիմա մեկը ասենք թե վիլչերի վրա է, չի կարող քայլի։ Ինքը ոնց կարա Աստծուն ծառայի։ Կարա թե չի կարա, կարա բերան ունի, կարա աղոտ կանի։ Բերան ունես, գնա աղոտ կարա։ Իսկ եթե մեկը բիզնեսմեն է, խառնա գործեր մեջ, ուրեմն փող տուր եկեղեցուն։ Տուր որ մարդ կարողանան գործ անեն։ There's always something to do for God։ Բայց մարդը չի ուզում Աստծուն ծառայել, ուղղակի չի ուզում։ Չի ուզում։ Դե դու պետք է մտածես, որն է ճիշտը։ Լավ, հիմա ծառայությունից խոսանք։ Երբ որ մարդը գալիս է Աստծուն, Աստված այդ մարդուն օծում է։ Ստեփան Արիստեկյանի, որ իրանք գոնե տեսնելով կարողանամ ստեղ կանգնի։ So այս մարդը որ գալիս է Հիսուսին, Հիսուսը մտնում է այս մարդու մեջ, ոնց է մտնում խոսքով, կարդալով, մարդկանց հետ շփվելով, Հիսուսը մտնում է այս մարդու մեջ։ Դրա համար ենք մենք ասում Հիսուս մեր մեջ է։ Դու պետք է այնքան շփվես Աստծո խոսքի հետ, մինչև Հիսուսը քո մեջ developed եղնի։ Հիսուս չի գա մեջդ նստի։ Ոչ է Սուրբ Հոգին, չի անի։ Դու պետք է իրան զարգացնես քո մեջ։
աճեցեք, նրա հասակը ունեցեք, ասում է։ Երբ որ սկսում ես Աստվածաշնչից շփվելը, աղոթք անելը, եկեղեցի գալը, ձեռքդ իջկա անում ես, այդ օծությունը ռեզինի պես ձգվում է, ու դա լիմիտ չունի, կարաս ինչքան ուզես աճեցնես քեզ, որտեղ Աստծո գիտությունը լիմիտ չունի։ Դու կարաս քեզ լցնես ու հոգևոր աճես, սրբությունից սրբություն կարաս բարձրացնես քեզ։ Էդի ուղղակի քեզ կպահի, որ դժոխք չգնաս։ Կպահի, որ ոնց վարվես քո կնոջի հետ, եթե կինա իր ամուսնու հետ, կվարվես երեխեքիդ հետ, կվարվես եկեղեցու հետ, կվարվես շրջապատի հետ, քեզ կօգնի, որ full balanced եղնես։ Who's talking? Ասա որ եկեղեցի եկեք դուսը կանել եք իմաստնի, չէ, տունը մնայիք։ So, երկրորդը, մարդը երբ որ ուզում է ծառայի, այդ օծությունը մնում է ակտիվ, ինքը մտնում է մի հատ ուրիշ տեղ։ Երբ որ երկրորդ օծության մեջ ես մտնում, դու դառնում ես արդեն ծառայող։ Հիսուսը երկու ձևով է աշխատում։ Կամ քեզ կթողա մտնես ծառայես, քայքայվես ու մեռնես ծառայության մեջ, կամ էլ դու պետք է ձևը գտնես քեզ գոյատևես։ Սո ծառայությունը երկու ձևով է, որովհետև ծառայությունը դու պետք է աշխատես մարդկանց հետ ու ահավոր մարդկանց հետ։ Պետք է կարողանաս ամեն վիրավորանքը ու ամեն տեսակի վիճակներ դուրս գաս, անգամս եթե դու փող չունես, պետք է էլի իրան ծառայես։ Ես մարդ գիտեմ, որ ինքը հոմլես է, բայց ծառայում է Աստծուն։ Ինքը կորցրել է տունը, չի կարեց է տակից դուրս գա։ Աստված իրան չի օգնի։ Որտեվ երկրորդ օծությունը դու պետք է դու գտնես։ You have to find it. Ու unpleasant ծառայություն է։ Կարողանաս ձևը գտնես։ Հիմա դու սկսես ինչի՞ Աստվածից օգնում, չի օգնի, որտեվ ինքը ուզում է, որ դու հասկանաս ծառայության ծանրությունը։ You have to find a way. Հիմա եկեղեցում, որ դու գալի երգում եք, աթոռ եք դնում, դուք իմ քնտրոլի տակ եք։ Ես եմ ձեզ ասում ինչ անեք։ Դուք չեք ծառայում։ You guys under my control. Երբ որ լուրջ վեկալ ես եղնես անհատական ու դու սկսես operate անելը, այդ ժամանակ սկսի պատերազմը։ Դու պետք է կարողանաս քո եկեղեցու վարձը մի ձև հասցնես, պետք է կարողանաս նվագողների հետ յոլա գնաս, երգողների հետ յոլա գնաս, ժողովրդի հետ յոլա գնաս, քո ընտանիքի հետ յոլա գնաս, դու պետք է կարողանաս եւ Աստծո հետ դիլանես եւ սատանայի հետ դիլանես, որովհետեւ սատանան կարա գա քո մոտ ու քեզ ասի, որ դու բաց դռներ ունես, ես հիմա եմ ուզում քեզ ոչնչացնեմ։ Կարանի ու կանի։ Հենց մտնում են ծառայության մեջ, ամեն քանդվում է։ Սատանան պահում է, մինչև ճիշտ օրը գալիս է սկսում հարցակվել է։ So դու ունես variety of things to fight for։ So երկրորդ ծառայությունը optional է։ Եթե ձևը կթար իմաստ ու նեղար տակից դուրս եկար։ Եթե չէ, ինքը սատանան կարա քեզ ոչնչացնի։ Ինձ Աստված ինչի՞ բամ չի պահել, I just told you։ Ու here the bad part. Շատ ժամանակ մենք որ ուզում ենք ծառայենք, ուզում ենք սուրբ կյանք ապրենք, ուզում ենք արդար լինենք, անգամս դրա մեջ էլ կարող ենք այնց արդարություն ընտրենք, որ Աստծո ռադիկալ դառնանք, փչացնենք Աստծո գործը։ You have to be careful there too. What is a holiness? You need to learn that. Just կարա holiness-ը սարքես caveman սարքես քեզ։ Մի ժամանակ մարդիկ գնում են, այնքան են իրանց ռադիկալ սարք, որ առանձնանում են սարերն էին գնում ու փակվում էին։ Դա holiness չի։ Դու պետք է զգուշել ես այդտեղ։ Ոնց ես այդ holiness-ը management անում։ So ծառայություն վեկալելը այնչի որ գաստեղ իմ համար երկես։ Ես եմ նվագողների փողը տալի, ես եմ մայկրոֆոնները առնում, ես եմ սերափը անում։ All you do you come late or early in my management. Ես եմ իր մարդ բերում որ դուք դրանք կեղտոտում եք կամ ձեռ եք տալի կամ ես ինչ եք անում։ Ես եմ սաղ անում։ Դու չես անում, ոչ էլ ինքը։ I do it. Ու եթե դու փչացնես, որ գալիս ես իմ ապրանքս էլ չես գա, որտեվ կասեմ այլիտան լավ գործ չի անում, իրան էլ մեկ կան չի, ինքը իմ ապրանքը փչացնում է։ So I do those. Ու ես պետք է այդ ամեն ինչը հարցը լուծեմ, բայց երբ որ դու որոշես դու ծառայության գլուխը լինես,
Այս ամենը քո ուսեդրա։ Can God bless me? No. Դու պետք է կարողանաս նեգոշիետ։ Որտեղ Աստծո խոսքի մեջ գրած։ Ասում է Հիսուսը շնորհ գտավ թե մարդկանց մոտ, թե Աստծո մոտ, այդ դու պետք է պայքարես երկուսի մոտ է շնորհ գտնես։ Շատ դժվար է։ Շատ դժվար է թե մարդկանց մոտ, թե Աստծո մոտ։ Երկուսն էլ քեզ են նայում։ Չի օգնի քեզ։ Դրա համար շատ մինիստրներ բաժանվում են։ Երեխեքը գնում են աշխարհ։ Սաղ ջուրն ա գնում։ Հա, շնորհակալ եմ, որ գալիս եք մեր կողմը աթոռ գնում։ I really appreciate it։ Շնորհակալ եմ, որ իմ կամերաները մաքրում եք։ Բայց դու որ փչացա փողը դու չես տալու։ This bottom thing, Ailita-jan, just for you to know, it's $1,300. Just that bottom lake. This whole thing is $120,000. If you mess it up, I have to pay. So what I'm saying is, it's my management, not yours. Բոլոր բիզնեսատերերը եթե ստենստած են լավ կհասկանան, աշխատողներին բանում կուխտյամ կոֆե են դնում, մորթում են այդ կոֆեն ապե։ Բաժակները գցում են զիբիլը, ջուրը դատարկում են, կոֆեն փչացնում են ու գործել չեն անում։ Ով որ բիզնես ունի ինձ կհասկանա։ Հələ մի բաներ ասում ես քծի բոսս բաժակները փոխելա։ Ես մեր եկեղեցում բաժակներ ունեմ, թանկ բաժակներ են, որ ֆոմ ունի վրան։ Մարդկա 3 հատ դնում է, խմում ու գցում է զիբիլը։ Ինչքան ասում եմ չեն լսում։ Հետո որ ասեմ քիչ, այս անգամ պետք է ամաններ, ես եմ ամանները բաժանել։ Այսպես դնում են ու 5 հատով վեկալում ճաշում գցում են զիբիլը։ Բայց դու չես սառը, չէ՞։ So you have to deal with those kind of things. Constantly պետք է deal անես, որտեվ եթե քո ուտում են, գցում են զիբիլը։ Հոպ։ Տանը տել ես նույն բանն անում։ Գնում եք սարերը աղոտ կանելու, նույն ուտելիք չեն ուտում։ Գնում են ուրիշ են սարքում, բայց քո տանն էլ, ասում դուք տունը, քանի մի ճաշը, քանի օր եք ուտում, ասում է 3 օր, բայց դել կեր։ Չգիտեմ խի, այդ նույն ուտելիք սկսում են չուտելը։ See how do you have to deal with those kind of things? Constantly պետք է deal անես։ Ու մարդ, եթե դու եղնես եկեղեցովիվ, մարդիկ գալու են նեղանալու են։ Դու արդեն գիտես նվագ երկիշներից ովքեր են փտում։ Չգիտես ոնց հետները deal անես։ Չգիտես ոնց անես, որ իր այդ աշխատեն։ Մեկը մեկի հետ մրցույթի մեջ է։ Դու չգիտես քո նվագողները դից ձևի կլեն։ Մեկը տենց կորում են հրեշտակի պես։ Պիտի գնես պարկինգում մանգաս։ Մեկը տենց եկեղեցու անդամները չեն գալի, ինչ ես գալի։ Դու բեմից մի բան ասեցիր, իմ դուրը չեկա, պահո։ You see, you have to deal with those kind of things. Ու Աստված քեզ չի օգնելու, պետք է ձևը գտնես ու աշխատես մարդկանց վրա։ Heavy։ Ու պատկերացնում ես քաղցաղ եկեղեցիդ այդ ձևի մարդիկ են։ Հիմա պետք է վերջում կանց ասես, գիտեմ դու ինչ չես սիրում։ Բայց կարող է մի քիչ սիրտը չշարժում, երկու փողոք փոխտած պետք է եկեղեցու վարձը տանք։ Go and deal with that. You know how difficult it is? Աստված ուզում է տեսնել։ Okay, եթե դու չկարողանաս ձևը գտնես, Աստծո խոսքի մեջ գրած է հովիվները, ծառայողները պետք է մարքետերներն են, ասում են, չի քո ունեցածը չտվեցիր սեղանակիցներ։ So ես ինչ արեցի, ես ուրիշ մեծամեծ քարոզիչներ հետ շփվեցի, որպեսզի կարողանամ այդ flow-ն անընդհատ աշխատացնեմ։ That's the second anointing. Very difficult. Very difficult. Եղելա պաշտամունքը վերջացրել ենք հոգնած, բերանս ընդեյա։ Ձեռներս կախվել է կապիկի պես, մազերս թափել է, դեմքս էլ չկա։ Երազ եմ տեսել։ Երազս կմեկնաբանես, ասում եմ, չէ, հոգնած եմ։ Բո ես երազ եմ տեսել։ Այ ախպեր, չես տենում, վիճակ չունեմ։ You have to deal with those kind of things. Կամ հյուր են բերե եկեղեցի, պարտադիր պետք է խոսամ հետը, հա, բայց մեջքս արդեն դեղի ազդեցությունը անցել է, 800 միլիգրամով մոթրին էլ չի ազդում վրես, ես արդեն սենց եմ գնում բան ընդեղ, որ նստեմ, պետք է պարտադիր կանեմ, հյուրիդ բարևեմ, ժպտամ, մի հատ էլ աղոտ կանում, ասեմ, ու մի կարող է կիրակի չգա, you gotta deal with those people. Մի քանի ամիս եկեղեցի չեն գալի, վազում են դեպքին ասում են, մենք եկել ենք, ա չգայիր, լավ վաղ չես եկե, մեջքը սավմա։ You have to deal with those kind of things, right? So, let's go to the third one.
third one is more scary, brother. Let's pretend you're married. Imagine hենց ծառայություն վեկալար այս սիրուն մազրդ էլ չի լիստ, այդ քյաչը լալելու, ստե չի լելու, այս գեղեցիկ դեմքդ էլ մռթնած, մեծի նման, բարկացած դեմք։ Պետք է տանես լավ, marriage չելար, ասում եմ ծառայության է, ապա ծառայությունը marriage-ից վատ է։ Շատ վատ է։ Պետք է պլաստիկ օպերացիաից դե կնոպկա սխմես, որ ժպտաս հետ փագես։ Here's the third one. You guys want to know the third one? I'm going to teach this more. Let's pretend this guy is married. Երկու երեխա ունի, բիզնես ունի, ամեն ինչ ունի. Wonderful. Կարա հովիվը բիզնես ունի, կարա չի կարա։ Քանյատ, ինչքան ուզես։ Կարաս, չգիտեմ, vacation գնաս, կարաս։ Լավ։ Հիմա մի օր Աստված գալիս է քեզ ասում է առաջինը պահում ես, երկրորդը outstanding-ը, ես քեզ ուզում եմ երրորդ օծությունը տամ։ Երրորդ օծությունը աստոժորդ ամենավատն է։ Որտեվ երրորդ օծության մեջ ասում է prophet is subject unto his prophecy. In other words, երրորդ օծությունը դու պետքա ոչ մեկը չունենաս, որ քեզ չղայնացնի, թե չկարաս խոսաս ու այդ մարդու կյանքի մեջ disaster բերես։ So, let's pretend այս կնոջը թե 40 տարի ամուսնացել ես Ստեփան ու մտնում ես երրորդ օծության մեջ։ Աստված կգա, քեզ կասի այդ կնոջը թող, այդ երեխեքի թող, որ ասում է թող բաժանվի։ What? Մովսեսը տենց եղավ։ Մովսեսի 45 տարվա կնոջը բաժանել տվեց, ասես բաժանվի։ Երեմիային ասես չամուսնանաս։ Ու այդ աղջիկն էլ որ պետք է մեռնի, Երեմիա չգնաս սուք անես։ Երեմիային ասես Երեմիա, ոչ թե մենակ այդ, այլ ընդհանրապես ոչ հարսանի կգնաս, ոչ ծնունդ կգնաս, ոչ մի տեղ չգնաս, կմնաս ստեղ, կմնաս մինչև քեզ մեսիջ կուղարկեմ ու դու կլինես ամենավատ տականք տղեն աշխարհի մեջ։ Միշտ պետք է խոսաս նեգատիվ։ That's what third anointing is. Դրա համար այսօր չունենք third anointing-ի մեջ մարդիկ։ Չունենք, չեն ուզում։ No. Ասում են no։ Մենք չենք կարա caveman եղնենք։ Երեմիան ամենաատելի մարդն էր, որ մենք կարդում ենք այս տղեն լուրջ մեռավ առանց descendant-ի։ Ոչ կերելա, ոչ խմելա, ոչ շման։ Մենակ թակավորները քյալա է տվել։ Սաղորը բանտերից դուրս չի եկել։ Պետրոսը երրորդ anointing-ը ընդունեց Աստծուց, եկավ Աստված ասեց Պետրոս ինձ սիրում ես, ասեց հա 3 անգամ հարցրեց, ասեց գիտես ինչ եմ ուզում քեզանից, կխաչվես իմ նման։ Directly to dying։ Գնաց կխաչվես։ Գնաց ու խաչվես տղեն։ Այդի շատ լուրջ է։ Հիմա որ գա ձեզ Աստված ասի պետք է այսօր մեռնեք, հաստատ կանգնեք ոտները ու կասեք 3 ժամ։ Այն թակավորն է տենց արեց։ See, you're not even first, you're not even second, you're not even third. So եթե դու նստի եղբայրս, եթե դու չունես երրորդ օծություն կամ առաջություն կամ առաջին կամ երկրորդ, կարևոր չի, մարգարեությունը Աստծո ժողովուրդ կապ չունի քո ստատուսի հետ, օծությունն է, որ ստատուսդ պահում է, ես այդ ուղղակի բերեցի, որ դուք հասկանաք։ Այ երրորդ օծության մարդկանց հետևից չեք կարող խոսակ։ It's very dangerous. God will not spare you, neither your family. You can't do that. It's շատ վտանգ։ Իրանց մատով չես կարող ձերտաս։ Երրորդ օծության մեջ Մովսեսն էր Աստված իրան սպանեց։ Որտեվ այդ մարդը չմեռնող մարդ էր, ասեց արի սարը, ու մենք չգիտենք ոնց է մեռը։ Աստված կյանքը վեկալել է, կտրտել է, ինչ արել, nobody knows։ Մարմնի տեղն է չգիտենք։ Հրեշտակներն անգամ չկարեցան տենան, ոչ մեկը չգիտի, մի հոգի գիտի։ Nobody knows։ Սատանան չգիտի մարմինը որտեղ է։ Անկած հրեշտակներ չգիտեն մարմինը որտեղ է։ Հրեշտակների այդ միլիարդավոր հրեշտակ չգիտեն որտեղ է, դες որտեղ է պայ Աստված, ոչ մեկը չգիտի։ That's crazy։ Անեշի որ
Եթե հրեշտակ ես կարաս ամեն ինչի մեջ, իրանք էլ almighty չեն։ Ասեք ամեն։ Բացի ինձանից ու Աստծուն, I'm just kidding. Okay, I'm going to say a few more things and then we're closed. We're going to close this thing. Հետարքիր Աստծո ժողովուրդ. I wish you guys can grow what I'm just saying. I wish you guys can grow. Մարգարեություն է Աստծո ժողովուրդ։ Ամեն մեկդ պետք է ունենաք։ Ես ձեզ ասում եմ, եթե դուք մարգարեություն չունենաք, ձեր վիճակը լավ չի լինի, որտեվ աղոթքի մեջ կթուլանաք։ 10 րոպե փակենք, մի հատ աղոթքի մասին բան եմ ուզում ձեզ ասեմ։ Ես մյուս կիրակի մի քիչ ավելի կխորանամ դրա մեջ, որ դուք հասկանաք։ Ուրեմն դիմանիկ աշխարհի մեջ մի հատ դեպք կա, որ մենակ աղոթքի համար է նշանակված։ Էդի դուք չեք կարա իմանաք, մինչև լուրջ աղոթքի կյանք չունենաք։ Ինքը I never preach this, որտեղ վախենում եմ, որ դուք վախենաք, բայց I think ինձ թվում է պետք է որ ինձ հասկանաք, ոչ թե վախենաք, ես չեմ վախացնում ոչ մեկից։ Բայց մի հատ տեղ կա, որ դուք սկսում եք, որ լուրջ սկսում եք աղոթք անելը, այդ աղոթքի դևը հարձակում է ձեր վրա, պետք է դրան հաղթեք դուք։ Որ հաղթեք ձեր աղոթները ավելի կլավանա։ Ինքը միշտ չի թողալու, որ դուք աղոթք անեք, միշտ հենդեր անել, միշտ խանգարելու, միշտ կգա մեջը, կգա աղոթքի մեջ, դու պետք է դևին քշես։ Ես մյուս կիրակի ավելի բանով, ավելի բիբլիկլի կսորացնեմ ու համարներ ձեզ։ So մարդիկ, որ մտնում են աղոթք անելու, ինքը այդ դևը այդ մարդկանց սարքում է religious։ Ցուցատալի, որ դու ես մի հատ եղբայր ունեի, որ իրան սովորացրել եմ աղոթք անել, ինքը գոռում էր աղոթքի մեջ։ So շատերը գիտեն, որ բարձր գոռում ես, աղոթքը դրա մեջ է, but they think they know how to pray. Or կարող են սիրուն շարերով աղոթներ անեն, գոռելով։ No, that's not a prayer. What are you doing? What are you doing? What exactly you're doing? Make sure you guys are awake. Some of you are like, Jesus, I always love to say, oh, okay, baby. Հետո ինչ արиш դևը նայում ասում է վերջն է էսի ես մի ժամանակ եկեղեցիների գնուց ես բռնում մեկ ասում արա վիզս բռնվեց գոռալովը չի ախպեր Դու նոր հոգնած եկել ես արդեն գլխիդ այնքան է խոսացել, բայց այդ կողից խոսում են արդեն ասում, այս խեմ եկես ինչ են ասում։ Մի օր մեկին ասել նոր չես գործից եկես, մա հա։ Ասեմ, բայց ինչ լեզու է որ դու խոսում ես, բայց սուրբ հոգու, ասում բա գլուխս խիա ցավում։ Խոսալուց գլուխս ցավում է, սուս մնա։ Ես մարդ գիտեմ, որ աղոթքից ասում սուս Սուրբ հոգով աղոթք ասում տուն արա։ Տուն արա։ Կամ ես You do that in the right place, man. You just came from work. You're tired. Your mind is full of garbage and you do it like this? Really? Right away? Whoa. I like you. You're the spiritual. You see, it's all religious. You have to know the devil, not just do movement. He don't care. A lot of people do movements. That's a little paralus kpachnen irank. It's not like that. Yes, Devi վրա մի անգամ այնպես գոռացի, կոկորտս հելավ, սկի շարժվեց տեղից։ Ասա հոպ, գոռալով չի։ Իզուրե գոռացի, մի շապատես տես ցավում էր։ Այնքան մեղր ու բանկերա մինչև դզվավ։ Ով այնց հասկանում ասի ամեն։ Սարգիս աղբեր, արի մի հատ։ Այն օր Սարգիս աղբերն եկավ,
Ինձ ասեց իմ համար աղոտ կարա արյանս մեջ դայնազոր ենք թե։ Հիվանդություն էլի։ Ստեփան, որ երգից։ Բաս մի հատ մայկրոֆոն տամ։ Italian, Rita. He calls me Armenian, I call him Italian. Սարգիս եկավ այնտեղ ենք, չէ՞ Սարգիս ջան։ Դու ինձ ասեցիր աղոտ կարա արյանդ մեջ ես ինչ ենք թե։ Փետասիոմը գնացել է վերև։ Փետասիոմը գնացել է վերև։ Փետասիոմ։ Մարմնի մեջ է լա։ Հա։ Փետասիոմը պետք է մարմնի մեջ լա ջուրա տալիս երեք ամուկների։ Հիմա որ ես քո մար աղոտ կարծի գոռում էի վեր հետ։ Չէ։ Вообще չենք գոռում, չէ։ Չէ։ Երկու Չէ ասում։ Չէ, երկու պարա։ Չէ։ Երկու պարա ղոտ կարեցես։ Աստուն երկաշեն եկա եկավ ծունգի եկավ սկվլացել։ Ու հետո ինչ է լավ։ Գնացիր բժշկի։ Բժշկի չգնացի։ Գիշեր գնացիմ տուն։ Դե բռնի մայկրոֆոն Ժամը չկցես։ 8-ին Չէ մի գնացի։ 1000-ից կարող փետասիոմը տելի ելնի։ Չի ոչիլը։ Ժամը 8-ին գնացիմ տուն։ Կամ էլ իմ փետասիոմս կարող։ Ասա Սարգիս։ Աղոտքի ժամանակ ծունգի Լավ կարճ կապի, արեցիր, հետո ինչ է լավ, ոնց է լավ, ինչ է լավ մեջը։ Չէ, պրծնում ենք, ժամ չկա 5 րոպե պրծնում ենք։ 5 րոպե մասով։ Չէ, արդեն 5 րոպե խոսում ես։ Վնաս չունի։ Սարգիս, բժշկվել ես թե չէ այդ այնպես պետք։ Բժշկվել։ Բժշկ, բայց գոռացի վր հետ։ Սիլա տվեցի քեզ։ Պրտեցի, շպրտեցի։ Չէ։ Ապրես, դե նստի։ Աստված Այսօր խոնար ասնիմ ամես բարի ելեք։ ապրես, Սարգիս ջան, ապրես։ Ստեսաղ հավատացյալ եմ, մի մտածի։ Մեկին մայկրոֆոն չտաս։ Guys, when you guys come here, you guys have to be like short. Ոչ թե go from Aram and come all the way here. I'm not interested. Short. Գոռացի վեր չէ, բժշկվել ես հա, that's all I need. So, Armand ջան, միացրա երգամ, I'm finishing. Ես չեմ ասում գոռալը part of չի, դու պետք է իմանաս դևի հետ ոնց վարվես։ Աղոթքի մեջ գոռում են, բայց գոռալով չի որ դևը փախնում է։ It's an expression you make for a flesh. Մենք այս մարդ եկավ այնտեղ Սուսիկ, որտեվ ստեղ մեր եկես ժողովուրդը գիտես ոնց են, հենց ասում ամեն սկսում են իր այդ խոսալը։ Մարդիկ գալիս են մոտ ուզում եմ աղոթքամ, սկի չեն էլ աղոթում։ Իրա խոսում են բարձր գոռում են իրար վրա։ Ես ասում էլի չեն ասում։ Հետո ասում եմ կոպտելը, հետո նեղանում են։ Ամառ տեն մեզ աղոթքեմ, սուս մնա էլի։ Գոնե մի քիչ կամած խոսա, լավ։ Ասածս գիտեք ինչ է։ Prophecy-ն բոլորդ պետք է։ Առանց դրա չի եղնի։ Առանց դրա չի եղնի։ Ին վրա ագին մարգարացան։ Բայց մի բան ձեզ ասեմ Աստծո ժողովուրդ։ Եթե դուք աղոթքի կյանք ունեք, Աստված այնքանը confirm կանի։ Այնքանը confirm կանի։ That's all you need. Make sure we are aligned with God. Որտեվ շատ ժամանակ մենք cross ենք անում։ So եթե դու լավ աղոթքի կյանք ունես, այս մարգարությունը ուղղակի confirmation-ա, come on։ Իմ համար confirmation. I know what I'm doing. Եթե մի մարդ շաբաթը 5 օր աղոթք անում 3 շաբաթ, այդ մարդը հաստատ կունենա outstanding spiritual condition, which yes am. Նորից եմ ասում, չեք հավատում, իմ կնոջս հարցրեք. I pray every single day. Մի շաբաթ չեմ աղոթում։ Մենակ կարող եմ մեկ, որտեղ հանգստանում եմ, մարմինս my flesh needs to rest too. Այդ մի շաբաթն է ծառայում եմ։ So pretty much էլի busy եմ, էլի հոգևորի մեջ։ But մարգարությունը պետք է, դուք պետք է այդ ամեն ինչը ձեր մեջ հասկանաք։ Եթե հասկանաք, դուք կդառնաք իմաստուններ։ Եթե իմաստուններն եք, արդեն կիմանաք, երբ որ մարգարեա գալիս, ես ինադու չհայտարարեցի։ Ասեցին ես մեր ժողովուրդը կգան թե չեն գա։ Ինադու ոչ մի բան չասեցի։ Ու չեմ էլ ասելու։ Ձեր գործն է։ Դու պետք է ծառավեղնես որ գաս։ Ով որ ծառավա ասում է թող ինձ գա։ Մենք չգիտենք, բայց ո՞նց է գիտեր որ պետք է ուտես։ Ո՞նց է գիտեր որ գործի պետք է գնաս։ Այդ ո՞նց է գիտեր որ պետք է սեսա ու չգիտեր ուրեմն դու հետաքրքրված ես։ Ես հասկացա որ մեր եկեղեցին հետ մի հատ գիրակի օրը գիտի։
Հլասկի չգիտեմ ժամը գիտեք թե չէ։ Ես տոշնի գիտեք որ ժամին ենք պաշտամունք անում։ I just figure out որ hey մարդկանց պետք չի փուշանես։ Թող իրանք որոշեն։ Ինչի պետք է announcement անեմ։ Ինչի պետք է ես կամ ասեմ, օ, եկեք, էդի գիտես ոնց որ ասեմ եկեք փողներ տվեք ինձ։ Չէ, չեմ ուզում։ Եթե ծառավես արի։ Դու պետք է գաս, մտնես վեբսայթ ենք սարքել, գրել ենք, դժվար է։ Վեբսայթ սարքելը դժվար է։ Հարոք ենք փոխել։ Հիմա էլ մարդ ենք ուզում վարձենք, որ մարդը դրել է, գույնը դրել է, բանը դրել է, անունը դրել է, ժամը դրել է, տեքստերը գնում է, այսինքն you know what? No, մենք email-ների համար ամիսը $80 փող ենք տալի։ Էլ չենք, այդ ուզում ենք cancel-ենք, օքու չի իմաստ չունի։ Մարդը պետք է ծառավեղնի։ Մարդը պետք է ծառավեղնի ասում։ Regardless որ այդ մարգարություն կա թե չկա։ Ասում է, եթե այս ամեն ինչը դու ունես, բայց սեր չունես, սեր ում հանդեպ, Աստծո։ Անիմաստ է։ Գալիս է մարգարությամբ, գալիս է բժշկ, բայց դու սեր չունես Աստծո նկատմամբ։ Սեր չունես, ոչ բան, իմաստ չունի։ So ում էլ որ հրավիրենք, I'm not gonna send message. I'm just gonna put it in my website. Գնա մտի կարդա։ Ձեր վեբսայթի անունը ի՞նչ է։ Այսքան վաղ եկեղեցի ես գալի 1 2 3 4 5 6 7 հատ սայնագրած Armen Ministry brother where you been Չես տենում սրանք Ձեր վեբսայթը որն է Պապուս անունն է գնա գտի Ես տեղյակ չէի իմանայիր Point-ը գրեք ինչա եկան գնացին Աստծո ժողովուրդ Այսօրը գալու են ինձ յուղով օծեն ու գնան Հիմա դուք մտածում եք գիշերը գամ բալիմ ին վրա աղոտ կանի I don't think he's going to do it Իրանք իրանց գործարին բրցան Իրանք կանչին ժամը 10-ին չեկակ, կանչին ժամը 6-ին չեկակ, կանչին մյուս օրը 10-ին չեկակ, կանչին 6-ին չեկակ, կանչին ուրբաթ օրը չեկակ, կանչին գիշերը չեկակ, այսօր բրցավ։ Կգնան ու դուք կմտածեք, կասեք, օ, կանգնեք ոտքի Աստծո ժողովուրդ։ Հիսուսին փառք ու պատիվ քեզ տերիմ։ Օրհնյալ է քո սուրբ անունդ։ Շնորհակալ ենք քո ողորմության համար, քո օրհնության համար։ Բայց ու պահպանես երկնավոր հայրիմ։ Բայց ու պահպանես եւ ողորմություն անես։ Գոհանում ենք Տեր Հիսուս ջան ամեն բանի համար։ Օրհնես քո ժողովրդի, թեպետ խիստ է, բայց օգնես, որպեսզի հասկանան։ Տեր իմ օրհնես, օգնես եւ ողորմություն անես։ In Jesus mighty name and God's people said, all right, այսօր բրցանք Աստծո ժողովուրդ։ Չմոռանաք օրհնեք Աստծուն, Աստծո ժողովուրդ։